Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր։ Անահիտ Մանասյանի առաջին կանգառը Վանաձորի պետական համալսարանն էր։ Պաշտպանն ուսանողների հետ քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա արդի մարտահրավերները, պատասխանել երիտասարդներին հուզող հարցերին։ Շատ հետաքրքիր քննարկում ունեցանք մարդու իրավունքների ժամանակակից հիմնախնդիրների հետ կապված եւ կարեւոր էր նաեւ շրջայցը համալսարանի տարածքում։ Ուսանողները բացի իրավունքների ոլորտային տարբեր խնդիրներ բարձրաձայնելու նաև խոսել են տարատեսակ համայնքային ու մարզային խնդիրների մասին եւ ես դրանք շարունակելու եմ բարձրաձայնել, այդ թվում հրապարակային եղանակով տարբեր պետական մարմինների հետ իմ պաշտոնական գրագրության միջոցով։ Հայաստանի Հանրապետությունը, լինելով իրավական պետություն, ունի անձանց իրավունքների պաշտպանության ապահովման պոզիտիվ պարտականություն։ Փորձերը ուսանողներին ներգրավելու այդ թե գործիքակազմում եւ թե այն գործառույթներում, որոնք որ իրականացնում է, շատ կարևոր է ուսանողության համար եւ լինելով հենց ուսանող իրատեսական նաեւ հնարավորություններ տրվեցին հետագայում համագործակցելու մարդու իրավունքների պաշտպանի հետ, նաեւ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համատեքստում։ Մարդու իրավունքների պաշտպանի հաջորդ հանդիպում քննարկումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ էր։ Անահիտ Մանասյանին ներկայացվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, անձնական օգնականի ծառայությունից մինչև ներառական կրթություն եւ մատչելի միջավայրի ապահովում։ Վանաձորյան այցերը մշտապես առանձնանում են նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մեր գործընկեր կազմակերպությունների հետ տարատեսակ հետաքրքիր քննարկումներով խնդիրների վերհանումով դրանց լուծման առաջարկներ գտնելով ինձ համար հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող խնդիրները առաջնահերթություն են եւ դրանք առաջնահերթություն են արդյունքում նաեւ մեր հաստատության համար։ Հիմնական աշխատանքը կամ գործունեությունը ծավալում ենք Լոռու մարզում, բայց նաեւ ծրագրեր ենք իրականացնում այլ մարզերում եւս։ Հետևաբար կարող ենք նշել, որ այն խնդիրները, որը բնորոշ են մեր մարզին, որը կապված է հաշմանդամություն ունեցող անձանց հետ, նույնը արտացոլվում է նաեւ այլ մարզերում։ Խնդիրները մեկ կազմակերպությամբ լուծելը բավականին դժվար է։ Հետևաբար մեզ պետք են շահագիր մարդիկ, այնպիսի կառույցներ, ովքեր իրենք եւս կբարձրաձայնեն այս խնդիրները եւ ջատակովը կլինեն այս խնդիրների լուծմանը։ Մեր կազմակերպությունը արդեն մի քանի տարի է շատ այսպես լավ արդյունավետ համագործակցում է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ։ Պաշտպանը խոստացել է աջակցել խնդիրների լուծմանը եւ բոլոր առաջարկությունները փոխանցել համապատասխան պետական կառույցներին։ Վանաձորյան այցը Մանասյանը եզրափակել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հետ հանդիպմամբ։ Սերինե Սերոբյան լուրերի համար։